գնացեք նկարահանում չի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները այցելել են Հայաստանում Իրանի դեսպանատուն, դեսպանին փոխանցելով Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ նամակը։ ԲՀԿ մամուլի խոսնակի խոսքով կուսակցությունը միջազգային կառույցների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունն է հրավիրել Ծառուկյանի նկատմամբ իրականացվող իրենց գնահատմամբ քաղաքական հետապնդման վրա։ Ընդունեց դեսպանատան ներկայացուցիչը, մենք նամակը հանձնեցինք, նրանք մեզ վստահեցրեցին, որ իրենք էլ ուշի ուշով հետևում են այս գործընթացներին եւ նրանք էլ ակնկալում են արդար հանգուցալուծում գործընթացի եւ հավաստիացրեցին, որ հենց այսօր նամակը կփոխանցվի պարոն դեսպանին, նամակը մենք նաեւ ուղարկել ենք էլեկտրոնային տարբերակով եւ հուսանք, որ այս ամենը նաեւ դիվանագիտական կորպուսը իր խոսքը կասի այս գործընթացի վերաբերյալ եւ հուսանք, որ այն պիտի ի վերջո արդարացի հանգուցալուծում ստանա, Պահանջեր։ որպեսզի դիվանագիտական կորպուսը նաեւ հետամուտ լինի, հետևի այս գործընթացներին եւ իր խոսքը ասի։ Այսօր մենք պետք է փաստենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության գործունեության տարիներին մենք բազմաթիվ անգամներ պարոն Գագիկ Ծառուկյանի հետ այցելել ենք Իրանի դեսպանատուն տարբեր առիթներով, դրանք եղել են եւ Իրանի Իսլամական Հանրապետության համար ազգային տոներ, ինչպես ասում են, ուրախ միջոցառումներ, նաեւ ցավոք սրտի դժբախտությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը միշտ իր թիմի հետ եղել է Իրանի բարեկամական մեր ժողովրդի կողքին եւ մենք այսօր ուզում ենք հավատալ, որ հետագայում նաեւ մեր հարաբերությունները շարունակվելու են եւ մեր բարեկամական հարաբերությունները պետք է ամեն ինչ արվի, որպեսզի չխաթարվի այս ամեն ինչի, ինչպես ասում են, ֆոնին։ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը կարծում է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական ուժերը պետք է մրցեն ոչ թե նոր անուններով ու դեմքերով, այլ արդիական գաղափարներով եւ իրատեսական ծրագրերով։ Նրա համոզմամբ քաղաքական միտքը պարտավոր է արձագանքել արհեստական բանականության, տեխնոլոգիական հեղափոխության եւ աշխարհաքաղաքական փոփոխությունների բերած մարտահրավերներին։ Ամեն օր մենք կարդում ենք պատերազմի, քաղաքականության, դիվանագիտության, նորագույն զինատեսակների, պատժամիջոցների, թանկացումների ու բանակցությունների մասին, բայց կա ավելի կարևոր հարց, ինչպիսին կլինի աշխարհն այս ամենից հետո։ Ժամանակակից քաղաքական միտքը պետք է կարողանա պատասխանել այդ հարցին, առաջարկելով լուծումներ այն փոփոխություններին, որոնք արդեն այսօր տեղի են ունենում տեխնոլոգիաների, տնտեսության, կրթության, բժշկության, ռազմարդյունաբերության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Նոր ստեղծվող քաղաքական ուժերը միայն նոր անուններ ու անհայտ դեմքեր չպետք է լինեն։ Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք։ Նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են։ Իսկ հին ուժերը պետք է վերաիմաստավորեն իրենց փորձը, նորացնեն իրենց ծրագրերը եւ հասարակությանը ներկայացնեն ժամանակակից մարտահրավերներին համապատասխան քաղաքական օրակարգ։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ թրիփ նախագծի կյանքի կոչման հնարավորություններն այս պահին բավականին բարձր են, պայմանավորված Թրամփի վարչակազմի աննախադեպ ակտիվությամբ Հարավային Կովկասում արագ որոշումների կայացման մոդելով եւ տարածաշրջանում Ռուսաստանի ու Իրանի ազդեցության թուլացմամբ։ Բազմիցս նշել եմ, որ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում եւ ինչու ոչ նաեւ Կենտրոնական Ասիայում հասել է այնպիսի ակտիվության եւ ներգրավվածության մակարդակի, ինչպիսին չի հաջողվել ապահովել ԱՄՆ որևէ վարչակազմի, սկսած 1992 թվականից։ Այս գործընթացում առանցքային դեր ունեն երկու գործոններ՝ Սթիվ Վիտկոֆի ներգրավվածությունը եւ Թրամփի վարչակազմի արագ ոչ բյուրոկրատական կառավարման ոճը։ Թրիփը ոչ միայն տնտեսական եւ տրանսպորտային նախագիծ է, այլև կարևոր աշխարհաքաղաքական նախաձեռնություն, որը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Իհարկե, կան նաև գործոններ, որոնք խոչընդոտում են նախագծի կյանքի կոչմանը, սակայն այս պահին դրա առաջխաղացման համար ներդրվում են աննախադեպ քաղաքական ջանքեր։ Բաքվի բանտերից հղվող հայ ռազմագերիների ուղերձները տարբեր են, սակայն բոլորի մեջ կարմիր թելով անցնում է մեկ գաղափար՝ հայկական պետականության պաշտպանության առաջնահերթությունը։ Այս դիտարկումն է արել նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Իհեճուկս հայաստանյան իշխանության, որի համար մարդը գրոշի արժեք չունի, ադրբեջանական դժոխքում ծայրահեղ ծանր պայմաններում պահվող հայերը շարունակում են ապրել եւ պաշտպանել հայոց համազգային գաղափարներն ու շահերը։ Քանի դեռ հայ ռազմագերիները միայնակ են պայքարում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց ազատ արձակումը օրակարգային հարց չէ, խաղաղությունը բացառված է։ Սա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ ստեղծված իրավիճակի տրամաբանական եզրահանգումը։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը կարծում է, որ արևային էներգիայի կուտակման ոլորտում նոր տեխնոլոգիաները կարող են Հայաստանին մոտեցնել էներգետիկ անկախությանը։ Նրա խոսքով նատրիումային մարտկոցների լայն կիրառումը կարող է զգալիորեն նվազեցնել ներմուծվող գազից եւ վառելիքից կախվածությունը։ Արևային կայանների գլխավոր խնդիրը գիշերային ժամերին էներգիա չարտադրելու հանգամանքն էր, սակայն վերջին ամիսներին տեղի է ունեցել տեխնոլոգիական մեծ առաջընթաց։ Արևային էներգիան կուտակող նատրիումային մարտկոցները սկսել են արտադրվել աղից, մի հումքից, որը լայն տարածում ունի նաև Հայաստանում։ Այս մարտկոցները համեմատաբար էժան եւ արդյունավետ են ու կարող են լուծել մեր երկրի էներգետիկ անկախության հարցը։ Հնդկական Reliance ընկերությունն այս ուղղությամբ արդեն 9 միլիարդ դոլարի ներդրում է կատարել։ Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է, իսկ մեզ անհրաժեշտ են խոշոր ներդրումներ այս ոլորտը զարգացնելու համար։ Էդմոն Մարուկյանն անդրադարձել է ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ստացած պարգևավճարներին, պնդելով, որ 5 տարվա ընթացքում աշխատավարձներից բացի դրանք կազմել են ավելի քան 1 միլիարդ դրամ։ Հղում անելով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակած տվյալներին, նա նշել է, որ 8-րդ գումարման ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը ստացել է ավելի քան 488 միլիոն դրամ, իսկ Պատիվ ունեմ խմբակցությունը ավելի քան 107 միլիոն դրամ պարգևավճար։ Նրա խոսքով, եթե հաշվարկում ներառվեն նաև падգամավորներին 5 տարվա ընթացքում վճարված ամսական 250,000 դրամները, ապա աշխատավարձերից բացի խորհրդարանական ընդդիմությանը հատկացված գումարը կգերազանցի 1 միլիարդ դրամը։ Մարուկյանի գնահատմամբ այդ միջոցները տրամադրվել են անարդյունք աշխատանքի եւ պայքարի իմիտացիայի համար։ Իրանն ու Միացյալ Նահանգները դադարեցրել են ռազմական գործողությունները, հնարավորություն ստեղծելով վերականգնելու դիվանագիտական գործընթացը։ Թեհրանը հայտարարել է, որ դադարեցրել է պատասխան հարվածները, իսկ Վաշինգտոնը հայտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է տարածք տալ բանակցություններին, միաժամանակ պահպանելով ռազմական պատրաստվածությունը։ Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինյան հայտարարել է, որ քանի որ Իրանի ռազմավարությունը հիմնված էր պատասխան գործողությունների վրա, ռազմական գործողությունների դադարից հետո Թեհրանը նույնպես դադարեցրել է պատասխան հարվածները։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայք Ուոլցը նշել է, որ ամերիկյան ուժերը շարունակում են մնալ լիարժեք մարտական պատրաստության վիճակում, սակայն նախագահ Թրամփը որոշել է հնարավորություն տալ բանակցային գործընթացին։ Միաժամանակ ԱՄՆ պաշտոնյաները հերքել են այն տեղեկությունները, թե ռազմական գործողությունների դադարը պայմանավորված է զինամթերքի պակասով, ընդգծելով, որ ամերիկյան բանակը ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է Թրամփի ջանքերին Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու հարցում, շեշտելով, որ այդ նպատակը պետք է իրականացվի համաձայնագրով կամ առանց դրա։ Սակայն այս պահին Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ուղիղ բանակցություններ չեն ընթանում։ Նրա խոսքով Իրանը չի դիմել Վաշինգտոնին պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցությունները վերսկսելու խնդրանքով։ Բաղային նաև նշել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի փոխվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, եւս նրա պատրաստվում է նոր մոբիլիզացիայի։ Զելենսկու խոսքով ուկրաինական հետախուզությունը տեղեկություններ ունի, որ Մոսկվան նախատեսում է մոբիլիզացիա իրականացնել Պետդումայի ընտրություններից հետո հոկտեմբերի սկզբին։ Նա նշել է, որ դա կարող է արվել ոչ բացահայտ հասարակական դժգոհություններից խուսափելու համար։ Ուկրաինայի նախագահը պնդել է, որ Պուտինը կարող է մոբիլիզացնել 300-ից 500,000 մարդ, ստեղծելով մեծ խնդիր։ Զելենսկին նաև հայտարարել է, որ իր համոզմամբ Ռուսաստանի ղեկավարը կդադարեցնի պատերազմը միայն պարտության դեպքում։ Նրա խոսքով հենց այդ պատճառով Ուկրաինան փորձում է պատերազմական ճնշումը վերադարձնել Ռուսաստանի տարածք։ Ավելի վաղ ռուսական Վյորստկա եւ Վաժնիե Իստորիի լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին հայտնել էին, որ Ռուսաստանի իշխանությունները քննարկում են 26 թվականի աշնանը նոր մոբիլիզացիա հայտարարելու հնարավորությունը, սակայն Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։